Իսկ հիմա ես ուզում եմ խոսեմ թերիֆի մասին կամ հարկ ինչ որ նախագահ Թրամփի ցանկությունն է, որ նախ պիտի բացատրեմ, որ Ամերիկա, Կանադա եւ Մեքսիկոն նավթա այսպես հարաբերություն են ունեցել 20 տարի է եւ նաեւ Թրամփի ժամանակ երեք երկրները համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, որ ապրանքները այսպես կարողանան մուտք գործի Ամերիկայից, Կանադա, Մեքսիկո, Մեքսիկոից այստեղ մանավանդ գիտեք Մեքսիկոից ինչ որ մենք գնում ենք մեծամասնություն 80% Մեքսիկոյի այդ արտադրանքի բազարը շուկան այս երկիրն է, որտեղ դուք միրգ գնում եք, պամիդոր, քիվի, չգիտեմ, ինչ որ տեսնում եք գալիս է մասամբ Մեքսիկոից է գալիս այստեղ եւ հարկ պահանջել դրա վրա նախագահ ասում է, որ հիմա դժվարություն կլինի ժողովրդի համար թանկանալու է մասամբ, բայց վերջավորությանը շատ լավ է լինելու։ Հիմա երբ այդ հաշվարկումը անում են, առնվազն ամեն ընտանիք, եթե դա գործադրվի 1200-ից 1300 ծախսը ընտանիքի բարձրանալու այդ ուտելիքի միայն ուտելիքի համար միրգ, կանաչի եւ այլն բարձրանալու է հանրության ծախսը բարձրանալու է։ Հիմա այստեղ նաեւ այնպես stock market-ը, փայատերությունը երկուշաբթի, երեքշաբթի խիստ անկում արձանագրեց 1300 եւ 3 բարձրացավ, այսինքն մի մաս հետ վերադարձավ, բայց այսօր նորից անկում արձանագրեց, այսպես տեսնում եք, օրինակ Dow Jones 427 անկում ունեցավ 1%-ով, S&P 500 1.78%-ով անկում արձանագրեց, իսկ Nasdaq 2.61%-ով անկում արձանագրեց, երևի այս հարցը նաև նախագահի մտածեց, որ հետաձգի մասամբ ամեն ինչ հետաձգում է ապրիլ 2-ից հետո ասում է կգործադրենք։ Երևի ավելի ուսումնասիրելու համար կամ ինչ որ իրեն խորհուրդ են տալիս այդ բերումով է ինչ որ հետաձգվել է։ Ես հիմա ուզում եմ ծրագիրի մեջ ձեզ ցուցադրել այս stock market-ն է, իսկ դուք այստեղ տեսնում եք Ամերիկան 3 երկրների կանադայի վրա, ուրեմն ասած որ հարկը չենք գործադրելու, ինչ որ կանադայից գալիս է, Մեքսիկոյի չենք գործադրելու, իսկ Չինաստանի վրա նախապես ասեն էր 10% հարկ ինչ որ այնտեղից գալիս է, բայց այդ հարկը բարձրացնելու են 20%։ Իհարկե Չինաստանի կառավարության խոսնակ ասաց, որ Ամերիկան չի կարող մեզ սպառնա կամ վախեցնի, մենք նաև նույնը ինչ որ Ամերիկայից գալիս է, հարկ ենք պահանջելու հենց այդքան 15% եւ ինչքան Ամերիկան բարձրացնի, իրենք էլ բարձրացնելու են։ Այսպես տեսնում եք բիզնեսային պայքար է տեղի ունենում։ Հիմա այս վերջին ժամանակներում, որ անընդհատ Չինաստանի վրա հարկեր են պահանջում, Մեքսիկոն դարձել էր ամենախոշոր ապրանք կամ ուտելիք ներմուծվում էր Մեքսիկոից, նախապես Չինաստանից էր, որ այդպես էր, իսկ Մեքսիկոն դարձավ մոտարապես $470 բիլիոն, այդպես ուտելիք է գալիս, կանաչի է գալիս այդ տեղից, այս 3 երկրներն է, որ նախագահ թիրախ է դարձրել, եւ նաեւ բոլոր աշխարհով մեկ ասում է, այսպես տեսնում եք ստորագրությունը ցույց է տալիս, հիմա Կանադայի Անտերիո տարածքի ղեկավարը այնտեղ, տեսնում եք այդ նախարարը այդ Անտերիոյի Կանադայի ճիշտ Ամերիկայի հարևանությանը ասում է մենք նաև նույնը կանենք lumber գալիս է այսինքն փայտը շենք կառուցելու համար գալիս է Կանադայից է գալիս Կանադան շատ անտառներ ունի փայտը այնտեղից է գալիս շենքը թանկանալու այս երկիրը եթե նախագահը գործադրի այդ եւ իրենք ասացի
ասում է Ամերիկայից ինչ որ կա, մենք էլ 25% հարկ ենք պահանջելու, ինչ որ դուք ներմուծեք, եթե այդպես է լինում, ուրեմն այդ նահանգները ինչ որ նահանգները ինչ որ տեսնում եք այստեղ, Մինեսոտա, Միշիգան, Նյու Յորք, այսրանք նահանգները մասամբ ամեն ինչ գալիս է Կանադայից, այդ Անտերիոյի շրջանից է գալիս, խիստ այսինքն բիզնեսային ճնշում է լինելու, թանկություն է լինելու այդ տարածքներում եւ այնտեղ բարգացած են ինչ որ ամերիկյան է, տեսնում եք այստեղ խմիշք, Ամերիկայից շատ խմիշք է այստեղից վաճառում են Կանադային, խմիշքները հանում են, մարդկանց առաջարկում են, որ ամերիկյան խմիշքներ մի գնեք եւ այսպես տեսնում եք խանութի մեջ խմիշկը հանում են։ Հիմա նախագահ Թրամփը ասում է, որ ինչ որ քիչ առաջ ասացի, մինչև ապրիլի 2-ը Կանադայի եւ Մեքսիկոյի հետաձգելու է այսպես այդ 25% թերիֆը կամ հարկը ինչ որ պահանջում է Մեքսիկոյի նախագահուհին եք տեսնում Շայնբաում այդտեղ տեսակ, որտեղ նաև Մեքսիկո, Կանադա համաձայնագիր ունեն հիմա ժամանակավոր կանգնեցնելու 50%-ով այսպես ազդելու է Մեքսիկոյի վրա 38%-ով, այսինքն ամեն ինչ գալիս է 30%-ով այնտեղից, 50% Մեքսիկոյից իրենց վաճառքը բերում են այստեղ ազդելու է այդ երկու երկրների վրա, որ բարեկամ երկրներ են։ Հիմա ձեզ ասենեի Կիրակի օրը պետք է ցույց տամ, տեսնեք մի մեքենա, որ պատրաստվում է այս երկրում, մի մասը Կանադայում է, այստեղից հավաքում են, ղրկում են Կանադա, Կանադայից նորից վերադառնում է այստեղ, եթե այդպես կլինի դժվար կլինի։ Եթե սառնարան եք տեսնում, ավոկադոն, մանավանդ Մեքսիկոյից է լրիվ գալիս, հագուստներ, տեղ, այս ինչ որ Մեքսիկո Կանադայից այստեղ բերում են, բնականաբար թանկություն պիտի լինի։ Այստեղ տեսնում եք մարտի 6-ն է այսօր, հետաձգվում է ապրիլի 2-ին, որտեղ այդ international tax-ը գործադրվելու է այդ թվից հետո որևէ երկիր, որ բիզնես անում այստեղ։ Stock market-ը այսօր ասացի անկում արձանագրեց, որովհետև առավոտվանից հայտնի էր, որ stock-ը կորուստ է ունենալու, այսպես տեսնում եք, Ամերիկայի ընկերությունները ինչ որ պետք է Կանադա ապրանք ուղարկեն, նրանք նաև դժվար կացություն է լինելու։ Հիմա ալյումինիումը, Ամերիկայի ներմուծումը ալյումինիումը Կանադայից է ներմուծում եւ ասացի լամբրը, փայտը շենքի համար եւ երկաթ իհարկե Կանադայից է գալիս։ Հիմա տեսնենք ապրիլ 2-ին ինչ է որոշումը լինելու նախագահ Թրամփի այդ ժամանակ, որը կլինի իր վերջնական որոշումը այս հարցի մասին։ Ես պիտի դադար վերցնեմ, իհարկե պիտի ավելացնեի, որ նախագահ վարչապետը Կանադայի Թրուդո վարչապետը ասել է ինչ որ սա դամ այդեա է, Wall Street Journal-ը մեկ հոդված էր գրել, որ ռեփաբլիկանների կողմնակից թերթ է սա, Ամերիկայի ամենախոշոր թերթերից մեկը, ասել է սա սխալ, ապուշ կամ հիմար գործ է ինչ որ կատարում է նախագահը, թերթը ներգրել եւ Կանադայի Թրուդո վարչապետը հենվելով ասում էր այդ հոդվածը ճիշտ է բնութագրել, որ սա պետք է վնաս հասնի դամ այդեա է, հիմար այդեա է, այսպես ասաց Թրուդոն։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից վերադառնամ, շարունակեմ ծրագիրը, իսկ ծրագիրը հովանավորում է Prime Med Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Prime Med Pharmacy գտնվում է Highland եւ Glenox փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում Highland եւ Glenox փողոց։ Հեռախոս շատ հեշտ է, տեսնում եք 6 310
3-7, ուրեմն 6 8-1-8-ով 6 3-0 3-7 հարց ունեք, ուզում եք տեղերը ձեր ստանաք, այդտեղ այս տեղատունին զանգահարեք եւ իրենք կբերեն ձեր տանը տեղերը կամ դուք կարող եք գնալ այնտեղ։ Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping-ը շարունակում է իր աշխատանքը զատիկվա համար, եթե դուք ուզում եք ձեր ազգականներին, բարեկամներին Հայաստանում մի բան ղրկեք, նվեր ղրկեք եւ այլն, կարող եք իրենց միջոցով ծովի միջոցով ղրկել 2.5-ից 3 ամիս կտևի մինչև հասնի։ Իսկ եթե օթանավով ղրկեք, գինը խիստ իջեցրել են, կարող եք փորձեք, տեսնեք ուրիշտեղ 5 դոլար է pound-ը, իջեցրել են $2.99 pound-ը, երկու կենտրոն ունի եւ նաեւ պետք է ավելացնեմ, որ $100 եթե ղրկեք, $1 են ընդամենը պահանջում, ամենտեղ 3% եւ ավելի է, ընդամենը $100, $100 եք վճարում, $1000 ուղարկեք, ընդամենը $10 պիտի վճարեք։ Այստեղ տեսնում եք իր երկու կենտրոնները Երևան Shipping-ի, Lancashire փողոցի վրա գտնվող North Hollywood, իսկ Glendale-ում Palmer, East Palmer փողոցի վրա է գտնվում Hollywood Shipping-ը։ Քարավան ռեստորանն է հովանավորում ծրագիրը, ձեզ է առաջարկում ամենօրյա ճաշ, նաև գտնվում է Glenox եւ Grand View փողոցի ատման կետին շատ մոտիկ է, բայց Glenox փողոցի վրա է։ Նաև ամեն օր իրենք հարիսա են պատրաստում, ցանկություն ունեք հարիսայի, կարող եք գնալ այնտեղ ուտել կամ տանը տանեք։ Vivaldi Banquet Hall-ն է հովանավորում ծրագիրը, 3 սրահներ ունի, 150, 120, այսինքն 120, 150 եւ 300 տարողությամբ։ Իսկ Vivaldi venue եւ catering-ը ամեն օր ճաշ է առաջարկում 10-ից 12 հոգու համար ընդամենը $300 է։ Երեխաների խնջույք է կազմակերպում 10-ից 12 երեխայի համար ընդամենը $150 է։ Մանրամասը զանգահարեք, իրենցից վերջեք կվերադառնա։ Նախագահ Թրամփ հանձներ, այսինքն հանձնարարել էր Իլան Մասկին, աշխարհի ամենամեծահարուստ բիլիոնատերին 434 բիլիոն իր հարստությունն է, SpaceX եւ նաեւ Tesla մեքենայի եւ ուրիշ ընկերությունների տերն է X այս սայթը նաեւ տերն է հանձնարարել, որ 18 տարբեր կառավարական կենտրոններում խիստ աշխատողների կրճատում կատարի եւ այդ կրճատումները Իլան Մասկ կատարել էր, բայց թվում է երևի նախարարները ոմանք բողոքում էին, որ Իլան Մասկի խումբը գնում է եւ պահանջում է ամեն տվյալներ իրենց տան, որը որոշ գաղտնիքներ են CIA եւ Department of Defense պաշտպանության նախարարությունը որոշ գաղտնիքներ։ Հիմա նախագահ Թրամփը ասաց, որ ինչ որ կրճատում է արել, շատ գեղեցիկ աշխատանք է արել Իլան Մասկը, ասում է նախագահ Թրամփը, իսկ սրանից հետո աշխատանքից եթե մեկին պիտի հանեն, այդ նախարարը կկատարի մնացած աշխատանքը։ Իլան Մասկ տասնյակ հազար մարդու աշխատանքից հանել է, օրինակի համար կրճատումը ինչ որ տեղի ունեցել Veteran Affairs, այդ նրանք որ զինվորական ծառայություն տվել այս երկրում եւ հետո գումար են ստանում, օգնություն են ստանում եւ ուրիշ, օրինակ 70,000 մարդ աշխատանքից հանել, որ 15%-ն է իրենց ընդհանուր աշխատակազմի։ Նաեւ ուրիշ դիպարտմենտներում մեկ ուրիշ Social Security համար նաև այսպես Social Security Administration, որ տարեցները, disabled-ները եւ այսպես գումարներ են ստանում, որ 69 միլիոն մարդ այս մինչև 70 միլիոն մարդ այս երկրում Social Security է ստանում, որը
մեծ թիվ է, այսինքն 20%-ից ավել, 22% երևի մարդիկ Social Security ստացող կա այս երկրում։ Այդ դեպարտմանից նաև 7000 հոգու աշխատանքից անել։ Եթե երևի դուք Social Security գրասենյակը գնացել եք, մինչ հիմա շատ դժվար է մեկին գտնել, մեկի հետ խոսել։ Հիմա եթե 7000 հոգու աշխատանքից անեն, նաև երևի ավել դժվար կլինի աշխատանքը։ Ինչ որ ձեզ ասում էի, օրինակ disabled կա այս երկրում Social Security է ստանում 8.3 միլիոն այդպես մարդիկ են։ Ինչ համեմատում ենք, սա 2009 թվին, հիմա ասացի 69-ից 70 միլիոն մարդ Social Security է ստանում։ Այն ժամանակ 2009-ին 55 միլիոն մարդ էր Social Security ստանում։ Այսպես, գիտեք, երիտասարդները, որ աշխատում են Social Security պիտի վճարեն, որ այդ գումարը հանձնեն տարեցներին։ Հիմա եթե այս ստացողների թիվը շատ մեծանում է, դժվար կլինի, որովհետև այսինքն աշխատող ձեռքն էլ պակսում է։ Այսպես տարեց տարի շատ հին ժամանակ պատկերացրեք մեկ հոգի Social Security-ը ստանում տարիներ առաջ, իհարկե տասնյակ տարիներ առաջ, երբ որ նախագահ Ֆրանկլին Ռուզվելթի ժամանակվանից այդ աշխատանքը սկսել էին, մեկ հոգի գումար էր ստանում, մոտարապես մի 15 հոգի աշխատում են, հենց այսպես պակսում է, հիմա պատկերացրեք, մեկ հոգի ստանում է Social Security, 5 հոգի է աշխատում, կամ 4 հոգի է աշխատում, տեսեք 10-ից ավել աշխատում է, դրա համար այդ կասը դատարկվում է, մինչև մի քանի տարի հետո մի ճիշտ որոշում, եթե չկատարեն, Social Security-ն դժվարության մեջ է լինելու։ Ես հիմա ուզում եմ այստեղ ցույց տալ ձեզ, ինչ որ նախագահը, տեսնում եք, Իլոն Մասկը, երբ որ նախագահ ընտրվեց, այս սղոցը վերցրել էր ձեռքը եւ ասում էր ամեն ոլորտում կառավարական government-ի այդ աշխատողների թիվը պիտի իջեցնեն։ Սղոցն էլ տեսնում եք իր ձեռքն է այդպես աշխատանք կատարելու համար։ Իսկ թվում է այնքան մտահոգված նախագահը, որ ասաց, որ DOGE կամ Department of Government Efficiency իրեն աշխատանքը կատարել է, մեծ հաջողություն ունի եւ սրանից հետո կաբինետի, ուրեմն նախարարները ինչ որ քիչ առաջ ասացի, նրանք են, որ պետք է եթե մեկին հանեն աշխատանքից եւ նրանք են, որ գիտեն ում պիտի հանեն, ում պահեն, որովհետեւ Իլոն Մասկի խումբը միանգամից մարդկանց կրճատում էր, աշխատանքից հանում էր առանց նկատի առնելու աշխատողի վիճակը, որ մեկը շատ լավ աշխատում է, մեկը չի աշխատում եւ ահա այսպես կրճատում է կատարում, ուրեմն թվում է նախագահը իր կարծիքը այս վերաբերյալ փոխել է։ Եվ տեսնում եք այդտեղ նահանգները եւ կառավարությունը այդ աշխատանքը կատարում են 8% այս ինչ որ տեսնում եք այստեղ նախագահի ցանկությունն է, որ Department of Education, կրթական նախարարությունը փակի, բայց դժվար է, որովհետև դա ներկայացնի տուն եւ սենեթն են հաստատել այս, ուրեմն նրանք են, որ պետք է քվեարկեն եւ որովհետեւ դեմոկրատները, ռիփաբլիկանները չեն համաձայնվում, այսինքն ռիփաբլիկանների ցանկությունն է, որ կրթական նախարարությունը փակվի, նախագահ Թրամփի ցանկությունն է, որ կրթական նախարարության աշխատանքը վերադարձնեն նահանգներին, նահանգները այդ հանձնառնեն կրթական հարցը, բայց հիմա պիտի տեսնել ինչպես է ընթանալու եւ այսպես տեսնում եք այսինքն կրթական նախարարությունը բիլիոնավոր federal dollars տալիս է դպրոցներին student loans, ինչ որ
աշակերտներ համասարան են գնում այս երկրում, որ միլիոնավոր աշակերտներ են, որ պարտք են վերցրել։ Օրինակ, հենց հիմա 45 միլիոն մարդ պարտք ունի կառավարության, այսինքն աշակերտներ ինչ որ ավարտեն են կամ դեռ շարունակում են կրթական ոլորտը եւ լոն են ստանում, պարտք են վերցնում։ Այսպես դա federal government երևի պիտի շարունակի, այսպես տեսնում եք 400 նախարարությունների տեսնում եւ նախագահի ցանկությունը, որ այդ կրթական ոլորտը փակեն։ Այստեղ Մայք Ջոնսոնին եք տեսնում եւ մեկ անձնավորություն, երբ Թրամփը խոսում էր, Al Green, Texas-ի ներկայացնի տան անդամ է 78 տարեկան, երկար տարի այդ ծառայում է եւ բարձրացել էր եւ նախագահին ասում էր, որ ճիշտ չես արտահայտվում, սխալ բաներ ես ասում եւ այսպես նախագահը խոսելիս ինքը նաեւ խոսում էր։ Ամենայն դեպս քվեարկեցին, որ իրեն սենսոր անեն, այսինքն թույլ չտան տարբեր արտահայտություններ անեի մի որոշ ժամանակ, որոնց բոլոր ռիփաբլիկանները քվեարկեցին, անգամ 10 դեմոկրատներ միացան ռիփաբլիկաններին, որ իրեն այդ իրավունքը արտահայտվելու ժամանակավոր թույլ չտան, այդպես կարողանա բողոքի պատիժի, իհարկե գիտեք, իրեն հեռացրին այդ ժամանակ, ոստիկանությունը եկավ հեռացրին։ Այսպես տեսնում եք, ոմանք ասում են, մենք զինվորական ենք եղել, հիմա զինվորականներից ոմանք այդպես տեսնում եք հոգեկան խանգարում ունեն, վրանների տակ են ապրում։ Հիմա Department of Veterans Affairs, որ ամենամեծ կրճատումը նախագահ հրաման է տվել, 470,000 մարդ էր աշխատում, ասեն է պետք է իջեցնենք 398,000-ի, այսինքն 72,000 կրճատում միայն այդ նախարարության մեջ է տեղի ունենալու, ինչ որ տեսնում եք։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից Medicaid-ի մասին խոսեմ, որ նախագահի ցանկությունն է 880 բիլիոն 1 տրիլիոնի չափ կրճատում կատարի, դրան անդրադառնամ, ցույց տամ, որտեղ շատ Medicaid են ստանում, որ այստեղ կոչվում է Medical։ Ամերիկայով մեկ Medicaid է անունը, բայց Կալիֆոռնիա Medical է կոչում։ Ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Եթե որևէ ժամանակ վնասվածքներ եք ունեցել, անկախ ինչ է պատճառը, ուրիշը վնասել է ձեզ, այսինքն կարող է մեկ բնակարան եք մտել, բիզնեսի կենտրոն եք մտել եւ այնտեղ, որովհետեւ հարմար չեն պատրաստել, պատկերացրեք վայր եք ընկել, մի բան են գեցեր վրա, կամ մեքենայի ակսիդենտ ունեք, վթար ունեք, եթե այդպես որևէ վնասվածք ուրիշի պատճառով դուք վնաս եք կրել, զանգահարեք, խոսեք փաստաբանի հետ, խորհրդակցությունը անվճար է։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Գոր Բարսեղյան եւ Մահտեսյան ատամնաբույժներն են հովանավորում ծրագիրը, հեռախոսահամարը տեսնում եք այստեղ 372 East Olive եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է Բրբանք քաղաքում, բայց անմիջապես Գլենդելի հարևանության է գտնվում։ Եթե պրոթեզ պիտի տեղադրեք, ատամների մաքրման հարց է, ուրիշ ցավեր ունեք, դժվարություններ ունեք ատամների հետ, զանգահարեք։ Դոկտոր Թավանսի ակնաբույժն է հովանավորում ծրագիրը։ Իր գրասենյակը փոխադրվել է հիմա գտնվում է 240 South Jackson Unit 310 240 South Jackson է փոխադրվել։ Զանգահարեք ձեզ հեռախոսահամարը կկրկնեն այնտեղ։ Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը, Hollywood Piano 1928 թվականից աշխատում է, որևէ տեսակի դաշնամուր կարող եք պատկերացնել որևէ երկրում, այսինքն որևէ երկրի դաշնամուրը արտադրում իրենք ունեն։ Իրենց այս խանութում, որ Pasadena-ում է Գլենդելի հարևանության, հարյուրավոր դաշնամուր ունեն, երկու հարկի մեջ պիտի տեսնեք։ Որևէ գույնի մեջ, վարդագույն, կարմիր, մանուշակ,
տեղին, կանաչ, սպիտակ, սև, այցելեք կվերադառնա։ Այս երկրում մոտավորապես 72 միլիոն կամ 70-ից 72 միլիոն անձ Medicaid է ստանում, ասացի Medicaid, այստեղ կոչում են Medical, որ տեսնում եք այդ 72 միլիոն 2.4 տրիլիոն ամերիկան ծախսում է, որ կարողանա այդ ծախսերը հոգա, Medicaid-ի ծախսերը հոգալու։ Ինչ որ տեսնում եք, որտեղ ավել մուք է, այսինքն այդտեղ ավել շատ անձ Medicaid է ստանում կամ Medical է ստանում։ Օրինակի համար տեսնում եք, այստեղ Maine նահանգը մուք է ավել, այստեղ Կալիֆոռնիան մուք տարածքները տեսնում եք, այսինքն այստեղ ավել շատ Medicaid են ստանում։ Ալասկա շատ Medicaid են ստանում։ Տեսնում եք որոշ նահանգներ, որ Republican նահանգ են, ավել քիչ մարդ է ստանում, պատճառը սա է կամ այս մեջտեղը, սրանք մասամբ Republican նահանգներ են, որովհետև Medicaid-ը կառավարություն, այսինքն նահանգը գումար է տնում կամ ծախսելու ժողովրդին այդ մարդիկ, որ Medicaid կամ Medical են ստանում օգնելու համար եւ կառավարությունը նաև ինչքան որ նահանգն է գումար հատկացնում, ինքն էլ գումար է հատկացնում այդ հարցին։ Հիմա ռիփաբլիկանները իրենք դեմ են, որ այսպես գումարներ ծախսվի, օրինակ Տեքսաս, տեսնում եք, գույնը բաց է, այսինքն շատ քիչ նահանգը գումար է ծախսում, ես ցես մի օր ինչքան միլիոն օրինակ Տեքսաս ծախսում է, այդտեղ ցես տվեն ամենայն դեպս Եթե քիչ է ծախսում, ուրեմն կառավարությունը նաև քիչ գումար է հատկացնում։ Հիմա տեսնում եք Կալիֆոռնիան մուք է գույները, ուրեմն Կալիֆոռնիան գումար է հատկացնում, կառավարությունը ստիպված է լինում ավել մեծ գումար հատկացնի, որպեսզի այդ Medicaid-ը կարողանան, օրինակ Նյու Յորքը, այստեղ տեսնում եք որոշ տարածքները իրենցը շատ գումար է ծախսում այստեղ տեսնում եք 3000-ից ավել կարող է գումար է տրում Կալիֆոռնիան 2000 մի բան տեղադրում է իսկ գնում ենք Տեքսաս տեսնում ենք ընդամենը $900 կարող է այդ ծախսերին հատկացնի ուրեմն այսպես է որ հիմա նախագահ Թրամփը ինքը ասել է ես ձեռք չեմ տալու Social Security, Medicaid այսինքն Medicare եւ Medicaid-ին, որը Medical է այստեղ կոչվում, ասել ձեռք չեմ տալու։ Բայց թվում է այդպես չի, որովհետեւ իրեն նախարարները արդեն մտածում են, որ այդ 2.4 տրիլիոնը իջեցնեն 1.5 տրիլիոնի, այսինքն 1500 բիլիոն կառավարությունը ավել չծախսի, 880 բիլիոն նպատակն է որ կրճատեն Medicaid-ից, որ ասացի այստեղ Medicare-ը կոչվում։ Այստեղ տեսնում եք Կալիֆոռնիան որոշ տարածքներում, օրինակ Central Valley, մեր հյուսիսում, այնտեղ կարող է 69%-ով ժողովուրդը այդպես օգնություն են ստանում։ Ասացի ընդհանուր այս երկրում 70-ից 72 միլիոն մարդ ստանում է։ Մեր հյուսիսում ավել կամ մեր տեսնում եք այստեղ հյուսիս արևելքում մեր տարածքների նաև որ մենք ենք ապրում ավել մուք է, այսինքն այստեղ ավել շատ մարդ կա որ Medicaid է ստանում։ Այսպես տարածքը այստեղ հենց Կալիֆոռնիայի այս տարածքում որ իրենց ներկայացնի տան անդամը Republican է։ Սովորաբար ասացի տեսնում եք այստեղ ռիփաբլիկաններ են ավել քիչ Medicaid ստացող կա բայց մեր տարածքում կա Valedero ներկայացնի տան այս Central Valley-ում ինքը մինակ հոգին է որ ռիփաբլիկաններից անընդհատ պահանջում որ չկրճատեք որ կրճատեք ես չեմ ընտրվի հաջորդ անգամ այսպես հարցեր կա տեսնում եք ընդհանուր Նյու Յորքը տեսնում եք Bronx Նյու Յորքում օրինակի համար այստեղ մեծ թվով
67% այդտեղ բնակվողները Բրոնքսում Medicaid են ստանում։ Կալիֆոռնիան նաև այստեղ ձեզ ցուցադրեցի, որ այդպես է 60 քանի տոկոսով Medicaid ստացողներ են։ Այստեղ տեսնում եք Լուիզիանա նահանգը, սա Republican նահանգ է, բայց եւ այնպես տեսնում եք այդտեղ Medicaid շատ ստացող կա, այսպես տեսնում եք սևով այն տարածքները, որ շատ Medicaid ստացողներ կան։ Այստեղ տեսնում եք Idaho, այնտեղ տեսնում եք սև, այսպես տեսնում եք ստանում են, այսինքն մեծ մասը դեմոկրատ տարածքներն են, որ շատ ստանում են, այստեղ տեսնում եք ինչ մուքանում է, այսինքն ավել շատ տոկոսով ստանում են։ Հիմա այս այն հարցերից է, որ որոշ ռիփաբլիկաններին մտահոգում է, որ իրենք կարող է չընտրվեն, եթե բարկանան այդ տարածքի մարդիկ, որ իրենք քվեարկեն են, որ Medicaid-ի կրճատում լինի, Medicare-ի կրճատում լինի։ Ես ուզում եմ խոսել Ուկրաինայի մասին հիմա, Ուկրաինայի նախագահ Զելենսկին, գիտեք, այստեղ էր ուրբաթ օրը եւ այնտեղ վիճաբանում էր նախագահ Թրամփի հետ 10 րոպե, նախագահ Թրամփ իրեն վրընդեց այստեղից իրեն ու վերադարձավ Եվրոպա, բոլոր եվրոպական երկրները ասել են խիստ օգնելու են Ուկրաինային եւ իր հետ գնալու են մի ժողովի Զելենսկիի հետ, Անգլիայի վարչապետը, Ֆրանսիայի նախագահը, հիմա որոշված է, որ հանդիպումը Ուկրաինայի նախագահի հետ հաջորդ շաբաթ տեղի պիտի ունենա, Սաուդի Արաբիայում պետք է տեղի ունենա, հայտնի չի Թրամփը այդ ժողովին կմասնակցի, թե իր ներկայացներին կուղարկի այդ ժողովին, այնտեղ Զելենսկին ասել է շնորհակալ ենք Ամերիկայից եւ ինքը ստորագրելու է, որ 500 բիլիոն այն հանքերից Ամերիկան փայ ունենա, ուրեմն ստանա գումարը ստանա, այն ինչ որ միջև հիմա ծախսել է Ամերիկան 192 բիլիոն օգնել է Ուկրաինային, նախագահ Թրամփ ասում է 350 բիլիոն, բայց ճշգրիտ 192 բիլիոն է եւ սրանից հետո եթե օգնության կարիք ունի, ուրեմն պետք է շարունակվի։ Ինչ որ նախագահ Թրամփը պատժելու համար, հետո հիմա ասացին, որ դա ժամանակավոր էր, որ գիտեք, այսպես ցանց է այդ տարածքում Ամերիկան կարողանում է ամեն տեղ նայի տեսնի ինչ է կատարվում եւ Ուկրաինային օգնում են, երբ որ ռուսները պետք է հրթիռներ արձակեն դեպի Ուկրաինա, իրենց հակահրթիռական սարքավորում էին տվել եւ իրենց տեղեկացնում են, որ որտեղից հրթիռը որ անկյունից գալիս է եւ իրենք ինչպես պետք է վայր գցեն դրան։ Հիմա այդ աշխատանքը չի կատարվում եւ ասել է, որ նորից այդ համակարգը գործադրելի կլինի, բայց այս վարքյանից չի գործադրվում, որպեսզի պատժեն Զելենսկին։ Զելենսկին անդրադարձավ, որ առանց Ամերիկայի օգնության բան չի կարող կատարի, ավելի իրենց երկրին վնաս է լինելու։ Ամենայն դեպս ես հիմա այստեղ ուզեմ ցույց տալ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինան հրթիռներով եւ այդ հարվածումների հետևանքով 4 հոգի Ուկրաինայի տարածքում մահացել են։ Այսպես տեսնում եք ինչ է։ Հիմա ես ուզում եմ շարունակել ու խոսել measles-ի մասին կամ կարմրուկի մասին է, ինչ որ ուզում եմ ձեզ բացատրել, տեսնում եք measles-ը խիստ տարածվել է այս երկրում։ Կալիֆոռնիայում նաև տարածված է, թեև Կալիֆոռնիան բոլոր դպրոցական աշակերտներին պահանջում է, որ անխտիր պիտի սրսկեն։ Այդպես չի ամեն տեղ։ Որոշ այսպես բացառություններ ընդունում են որոշ նահանգներ, տեսնում եք ավել շատ տարածված է այստեղ Նյու Մեքսիկո, Թեքսասում ավել տարածված է, Ֆլորիդայում եւ Կալիֆոռնիա տեսնում եք ավել քիչ տարածված է, բայց եւ այնպես նոր кейսեր կան 10 հատ Կալիֆոռնիայում, 159 Թեքսասում եւ ուրիշ տարածքներում տեսնում եք Նյու Յորք այդ շրջանները, այնտեղ Washington State-ն եք տեսնում, սա
վերին աստիճանի բարակիչ հիվանդություն է, որ մինչև 1960 թվականից հետո էր, որ պատվաստանյութ եկավ այս վակցինը եկավ եւ արմատախիլին արել Ամերիկայում կարմրուկը, իսկ 2000 թվականից հետո տարբեր ցայներ պատշացավ, ոմանք ասացին, եթե սրսկենք վնաս է հասցնում երեխային եւ այնպես, որ ոչ մի հիմք չունի այդ արտահայտությունները, դրա համար տեսնում եք massամբ սկսվել է տարածվել, հույսով ենք, որ կարողանան կանխեն, որովհետեւ սա խիստ ասացի վարակիչ հիվանդություն է, գիտեք այս բժշկական խնամքների Health and Human Services, որ այս հարցերով է զբաղվում, Ռոբերտ Քենեդի Ջունիորը, կրտսեր Ռոբերտ Քենեդին նախարար նշանակեց նախագահ Թրամփը, Քենեդիները բոլորը դեմոկրատ են եղել, այն այսպես հիմքերից են դեմոկրատ կուսակցության, իսկ Ռոբերտ Քենեդի Ջունիորը վերջին ժամանակներում հակադրվեց իր ընտանիքի անդամների հետ եւ նախագահը իրեն նշանակեց որպես նախարար եւ ասում էր, որ այս պատվաստանյութները վնաս է հասցնում երեխաներին, իսկ հիմա նախարար է դարձել, ուրեմն այդ մասին, որ վնաս է հասցնում, չի խոսում այդ, ասում է, որ ով կարիք ունի թողեք սրսկվի։ Հիմա ես ուզում եմ ձեզ ցուցադրել տեսանյութը, այստեղ տեսնում եք vaccination measles testing, Ռոբերտ Քենեդին եք տեսնում նախարարին, այսօր Ամերիկայի նախարարը Health and Human Services ասում է, որ ով ցանկություն ունի կարող է սրսկել, անձնական հարց է, բայց ասում է վակցինը ոչ թե օգնում է երեխաներին միզելզի դեմ, սա ճիշտ հակառակն էր անցյալում ասում, հիմա ասում է օգնում է երեխաներին, նաև պատճառ կդառնա, որ համայնքը իմյուն դառնա, չհիվանդանան այս հիվանդությամբ, որ շատ վարակիչ հիվանդություն է։ Այսպես տեսնում եք, այս երեխան է կարմրուկի տառապող եւ ուրիշ երեխաներ, որ այսպես դժվար կացության մեջ։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից, Հարավային Կորեայի մասին խոսեմ, հետո շարունակեմ ծրագիրը, իսկ հովանավորում են այս ծրագիրը, Raffi's Market հովանավորում է ծրագիրը, նպարատուն է Բրբանքում գտնվող Գլենդելի արևանության, եթե պատրաստի ճաշ եք ուզում վերցնել, դուք ժամանակ չունեք պատրաստելու, իրենք ունեն, նաև ինչ որ հարկավոր է, հաց, պանիր, կարակ, ինչ որ հարկավոր է Raffi's Market-ում կգտնեք։ Court Furniture-ն է հովանավորում ծրագիրը, Court Furniture Ամերիկայի ամենամեծ ֆրնիչերի խանութն է, բիլիոնատերի պատկանող իր ամենափոքրիկ բիզնեսը այս 100 խանութներն են, Գլենդելուն Սենտրալ եւ Մրթելի հատման կետում է գտնվում Court Furniture-ը։ Եթե նոր մատրես պիտի կնեք, գրասեղան, սեղան, աթոռներ, բոլոր կգտնեք Court Furniture-ը։ Court Furniture-ը այս մեր շրջաններում Orange County-ում Euclid եւ 405 freeway-ի ճիշտ հատման կետում է գտնվում, նրանք որ Orange County են ապրում, նաեւ Santa Ana քաղաքում խանութ ունեն։ Զանգարեք Ամերիկայի որտեղ որ ապրում եք, ձեզ կուղեն իրենց ամենամոտիկ խանութին։ Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը։ Եթե bankruptcy եք ուզում ֆայլ անել, եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր բիզնեսում, տանը, եւ նաեւ accident եթե ունեք, զանգարեք այս հեռախոսանուն։ Նաղաշ լավաշն է հովանավորում ծրագիրը։ Նպարատուն եք գնում, այս տեսակը վերցրեք, նաղաշին հիշեք եւ այդ լավաշը վերցրեք, կվերադառնա։ Հարավային Կորեայում ռազմափորձ էր տեղի ունենում, իհարկե մյուս շաբաթ Ամերիկայի հետ այդ ռազմափորձերը տեղի ունենան։ Հաճախ այս աշխատանք կատարում են ամերիկացիք եւ կորեացիներին պատրաստելու, որ եթե Հյուսիսային Կորեան հանկարծ պետք է ներխուժի հարավային մասը, ինչպես Վիետնամում վերջավորություն այդպես եղավ, հյուսիսային մասը
գրոհեց եւ դրի Վիետնամը մի կտոր իրեն կարողացան հաղթահարեն այդ ամերիկյան ռեժիմին անեցին 1975 թվին այդ մտահոգություններով մի շրջափորձ է կատարում Ամերիկան Հարավային Կորեայի հետ իսկ այս ժամանակ Հարավային Կորեան միայնակ իրենք են ռազմափորձը կատարում եւ ռմբակոծում են սահմանին շատ մոտ Հարավային Կորեա բայց Հյուսիսային Կորեայի սահմանին շատ մոտ ռմբակոծում են կատարում սխալմամբ հարվածում են շենքերի այդտեղ 15 հոգի վիրավորվում են 2 հոգի մահանում են այսպես այդտեղ ես ուզում եմ այստեղ ցույց տալ տեսնում եք ռմբակոծման ժամանակ է բայց ուր որ քաղաքի մեջ են սխալմամբ ռմբակոծում այսպես դժվար կացություն են ստեղծում ժողովրդի համար այստեղ տեսնում եք այդ ռմբակոծման արդյունքը հիմա որոշել են որ այդ ճիշտ ռումբը չօգտագործեն երբ մենակ իրենք աշխատանք են կատարում որպեսզի նման դժվարություն չստեղծվի բայց ամենայն դեպս հաջորդ շաբաթ ամերիկացիների հետ կատարեն նույն եւ դրա համար այս ռազմանավը ամերիկյան մոտեցել է իրենց ափին այսպես տեսեք աշխատանքները ինչ որ տեղի ունենում ես ուզում եմ շարունակել հիմա եւ խոսել երկու ոճրագործ որ մեկը գիտեք այսպես ինքը օլիմպիքի հաղթանակ է շահել տարիներ առաջ 2008 թվին ինքը այս մեկը այս տեղ վաճառող կամ թմրեցուցիչ վաճառող անձնավորությունից այստեղ են եղել կանադա են եղել երկուսն էլ ապրում են այստեղ այնտեղ ապրում են եւ միլիոնավոր տասնյակ միլիոն կոկեյն են վաճառում ուրիշ թմրեցուցիչներ վաճառքի մեջ են եւ իրենց փնտրում է կառավարությունը Ամերիկայի մեկին ձերբակալել են Մեքսիկոում ձերբակալել են մեր հարավային երկրում իրենց ձերբակալել են սրանք իսկ մյուսը նախկինում բանդ է եղել բայց հիմա դուրս էր եւ կարողացել է փախուստ տա 10 միլիոն կառավարությունը առաջարկում է որ տեղեկություն տա որ կարողանան իրեն ձերբակալեն գումար է հատկացնելու նվեր է տալու այս Ամերիկայի կառավարությունը նվեր է տալիս այդ fugitive-ին կամ այս ոճրագործներին գտնելու համար այստեղ երկուսին տեսնում եք Andrew Clark-ը այն շվակ տեսնում եք նրանց ձերբակալել են բայց այս Ryan Wedding-ը որը դահույքի կամ այսպես skateboarding-ի օլիմպիքի մրցակիրն է այստեղ Ryan Wedding-ին տեսնում եք ուրեմն Andrew Clark-ին որ սև շապիկով եք տեսնում նրան ձերբակալել են արդեն եւ պետք է հանձնեն Ամերիկայի բերին դատավարության համար մայիսից մինչև հոկտեմբեր 2024 թիվ 2 տոննա կոկեյն են կարողացել այստեղ վաճառեն distributed տեսնում եք այսպես տեսեք ինչ մեծ քանակով միլիոնավոր դոլարների համար այդ պատճառով որ 10 միլիոն գումար են նշանակել որ ով օգնի իրենց որ այդ wedding-ին կարողանան ձերբակալեն իսկ ես ուզում եմ SpaceX-ը ցույց տամ 8-րդ անգամ է որ փորձը կատարում SpaceX-ը պատկանում է Elon Musk-ին ամենահարուստ անձնավորությունը այստեղ որ հրթիռները հիմա գիտեք համաշխարհային կայան կա International Station կա որ նախապես ռուսների օգնությամբ գնում են այդ կայանը իսկ հիմա SpaceX-ը ամերիկացիներին տանում է այնտեղ իսկ նա հիմա փորձում է Elon Musk-ը այդ իր SpaceX ընկերությունը որ կարողանան հրթիռներով
գնան դեպի լուսին, վայրեջ կատարեն լուսնի վրա եւ վայրեջ կատարեն Մարսի վրա, այդպես տարիներ կտևի մինչեւ հասնեն այնտեղ, բայց ամենայն դեպս հիմա փորձն է կատարվում առանց օթաչուների, առանց այսպես անձիքի լինելու ինքը այդ հրթիռը եւ 7-րդ անգամը փորձը կատարեցին, այս 8-րդն է հիմա ինչ որ այսօր կատարեցին, 7-րդը ես ցուցադրեցի հունվարին էր, բարձրանում է պայթում է։ Իսկ այսօր նաեւ 8-րդը փորձը կատարեցին, այն տակի մասը, որ հրթիռը բարձրացնում է, վերադառնում է ճիշտ իր տեղը, վերադառնում է իր տեղը, նստում է, բայց այն վերի մասը, որ հրթիռն է պետք է գնա դեպի այդ մոլորակները, պայթում է։ Այս 7-ը եւ 8-ը այդպես պայթեն են 8-րդ ասացի փորձն է, խոսում ենք բիլիոնավոր դոլարների եւ ինքը գումար է ստանում իհարկե Ամերիկայի կառավարությունից բիլիոնավոր դոլար է ստանում որպեսզի կարողանա այս ուսումնասիրությունը կատարի։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ անձրևի մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը, եթե թաթի վրա թաթի տակ վերք է լինում, քայլում եք շնչասպառ եք լինում, զանգահարեք այս հեռախոսահամարին։ Ինքը մասնակիցն է այս աշխատանքների սրտի վիրահատող է, բայց ավելի շատ հիմա զբաղված է այդ ինչ որ քիչ առաջ բացատրեցի 4 կենտրոններ ունի, գտնվում է Orange County-ում, Commerce, Encino, Glendale։ Glendale-ում 616, East Glenox փողոց, բայց ժամադրություն վերցրեք։ Պարոն Էդվարդը հովանավորում է ծրագիրը, ձեզ է առաջարկում, եթե բիզնես ունեք, ցանկություն ունեք վաճառելու, սա հեռախոսահամարն է, իր հետ խորհրդակցեք, եթե որևէ պատճառով հոգնել եք, ել չեք ուզում շարունակեք, կամ ուզում եք գնաք ուրիշ բիզնես սկսեք, անպայման վաճառելիս ձեր բիզնեսը այստեղ զանգարեք։ Jackpot-ն է հովանավորում ծրագիրը, Jackpot ձեզ է առաջարկում կոշիկներ, հագուստներ, որի օրինակներից եթե ցույց տան նոր հագուստներ բերել է երկու, տեսնում եք, երկուսը $15 է, եթե պետք է ղրկեք Հայաստան, նվերներ ուղարկեք, տապա տեսնում եք այստեղ երկու հատը $15 է։ Jackpot գտնվում է Թահանգա քաղաքում։ Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ձեզ կտանեն ու ձեզ կվերադարձնեն ամեն օր հեռաձայնեք, եթե ցանկություն ունեք այս տարեցների կենտրոնը հաճախելու։ Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը, Անաշե գիֆտը ձեզ է առաջարկում այսինչ որ մեքենա, որ ոչինչի կարիք չունի, $9.99 է, այս ինչ որ տեսնում եք, ինչ որ ուզում եք մանրացնել, դա կլինի կանաչի կլինի, վարունգ կլինի, պամիդոր կլինի, չգիտեմ, ընկույզ կլինի, ինչ որ ուզում եք մանրացնեք, այս մեքենան կատարում է։ Այստեղ տեսնում եք այս մեքենան, կվերադառնա։ Ցույց չտվամ, մա ցույց տայիմ։ Անցյալ 2 օր այստեղ անձրևում էր, մեղմ անձրև է ինչ որ տեղի է ունեցել, բայց այն տարածքները, որ հրդեհվել էին, էլի դժվար կացություն է։ Սա փետրվարին էր, երբ անձրև տեղի ունեցավ, տեսեք հեղեղի պես իջավ եւ այդ այրված տարածքները, իսկ Los Angeles River տեսնում եք, այս գետն է Լոս Անջելեսի, որ տեսեք ինչքան լցված է, հաճախ չոր մի կաթիլ ջուր էր անցնում այդտեղ։ Իսկ մեր շրջապատում ցյուն է իջնում, running տեսակ այդտեղ spring, բոլոր ցյուն է իջել եւ ձեզ առաջարկում են, եթե գնում եք սարերը, սկի են գնում, այս մեր շրջապատում եք տեսնում ցյունը ինչ որ իջել է, անպայման շղթա պիտի ունենաք գնալու մեր շրջապատի այս տարածքները անպայման առանց շղթա մի գնացեք։ Ծրագիրը եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։